Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Պատմության խորհուրդը հաղորդաշարի եթերում այսօր խոսելու ենք հայ եկեղեցու կողմից հայկական մոդեռնիզացիայի օրինակներից մեկի՝ հայկական տպագրության մասին։ Կարող է հեռուստադիտողի համար առաջին հայացքից այս ձևակերպումը տարօրինակ հնչել, որ սա քաղաքակրթական նորամուծություն էր հենց եկեղեցու կողմից, բայց իրականում ուշ միջնադարում եւ նոր ժամանակների սկզբնական շրջանում այս երևույթը մեր եկեղեցու կողմից է հենց ներդրվել հայկական միջավայրում։ Առհասարակ տպագրության գյուտը գալիս է դեռևս Չինաստանի միջնադարյան ժամանակաշրջանից։ Այնտեղ կիրառվել է տպագրությունը փաստաթղթեր ստեղծելու համար եւ մեր պատկերացրած գրքերի տպագրությունից տարբերվում է։ Իսկ մեր պատկերացումներին հարիր գրատպությունը ի հայտ է գալիս 1446 թվականին Գերմանիայի տարածքում, որտեղ Յոհան Գուտենբերգը հրատարակում է առաջին գիրքը եւ այս հրատարակչական գործը բնականաբար պետք է քրիստոնյա Եվրոպայում սկսվեր Աստվածաշունչ մատյանից։ Այսինքն ստեղծում են տառերի համար համապատասխան կաղապարներ, տպագրական սարքեր եւ տպագրվում ու կազմվում է առաջին գիրքը։ Բնական է, որ այս նորարարությունից անմասն չի կարող մնալ հայ ազգը։ Եվ երբ արդեն կա քաղաքակրթական եւ տեխնոլոգիական այս նորարարությունը, 1446 թվականը մենք լավ հասկանում ենք, որ այդ ժամանակաշրջանում գտնվում ենք դեռևս կարակոյունների տիրապետության պայմաններում եւ հետագայում 1468 թվականին նրանց փոխարինելու են ակկոյունլուները, այսինքն Հայաստանը թուրքմենական ցեղերի տիրապետության շրջանում է, բայց միևնույն է հայ ազգը չի կարող քաղաքակրթական այս նորարարությունից անմասն մնալ եւ ետ մնալ։ Եվ պարզ է, որ այս հարցում պետք է լինի նախաձեռնող կողմ։ Հայկական միջավայրում բնականաբար քաղաքակրթական այս ֆենոմենը պետք է ներմուծի եւ կիրառի Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Այդուհանդերձ պետք է նշել, որ պայմանները Հայաստանում շարունակաբար վատթարանում էին, եւ եթե կարակոյունների շրջանում օրինակ 1441 թվականին կաթողիկոսարանը վերադարձել է, այսինքն ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը վերստին դարձել է Սուրբ Էջմիածին եւ ինչ որ նախադրյալներ են ստեղծվել Հայաստանում ազգային կյանքի վերազարթոնքի համար, այնուհանդերձ հետագայում դրությունը վատթարանում է։ Մասնավորապես արդեն 1470-ականների վերջից սկսում է Հայաստանի հյուսիս-արևմտյան մասի նվաճումը Օսմանյան կայսրության կողմից։ Դարի վերջին եւ հաջորդ դարի սկզբին արդեն պարսկական նոր պետությունը, նորաստեղծ արդեն Սեֆյանների գլխավորությամբ նոր տիպի պետությունը, շիա իսլամի պաշտոնական գաղափարախոսությամբ սկսում է Հայաստանի հարավ-արևելքից նվաճումը եւ այս երկու պետությունները բախվում են միմյանց եւ արդեն ամբողջ 16-րդ դարը եւ 17-րդ դարի առաջին 40-ամյակը այս պետությունների միջև շարունակ պատերազմների դարաշրջան էր։ Պատերազմների թատերաբեմը Հայաստանն էր։ Եվ այս դժվարագույն պայմաններում իհարկե դժվար է պատկերացնել, որ Հայաստանի տարածքում կարող էր տպարան հիմնվել։ Այն ժամանակ տպագրական տեխնիկան հսկայական չափսեր էր զբաղեցնում եւ նրա տեղափոխությունը Հայաստան բնականաբար ունենալու էր անհարմարություններ։ Եվ դրա համար մենք տեսնում ենք, որ այս գործի կազմակերպումը արվում է բուն Հայաստանից դուրս։ Երկար ժամանակ հետազոտողներին հայտնի էր, որ առաջին հայ տպագրիչը եղել է Աբգար Դպիր Եվդոկացին, որ 1562 թվականի Սեբաստիայի գաղտնի ժողովից հետո կազմված պատվիրակությամբ պետք է մեկներ Եվրոպա, բանակցեր տարբեր տիրակալների, այդ թվում Հռոմի Պապի հետ եւ փորձեր Հայաստանի ազատագրության հարցը բարձրացնել։ Բայց ժամանակը ցույց է տվել, որ ի հայտ են եկել նաև այլ փաստեր եւ մասնավորապես 1512 թվականի տպագրության ուրփաթագիրքն է հայտնվել շրջանառության մեջ եւ պարզում է, որ առաջին հայ տպագրիչը իրեն Մեղապարտ կոչող Հակոբ անձնավորությունն է եւ ստացվում է, որ այն տրադիցիան, այն մշակույթը, այն ավանդույթը, որ ձևավորվել էր միջնադարում մեր ձեռագրական մշակույթում, որ իրենց անվանում էին մեղքերի մեջ թաղված մարդ հեղինակները, գրիչները, նույն մոտեցումը փոխանցվում է այդ եկեղեցական մշակույթից նաև տպագրությանը։ Եվ պատահական չէ, որ տպագրված գրքերի առաջին օրինակները բոլորը ըստ էության հոգևոր գրականություն են եւ տպագրիչները այս կամ այն կերպ կապ ունեն եկեղեցու հետ կամ հոգևորականներ են։
Եվ խնդրեմ, առաջին տպարանը Վենետիկում, առաջին տպագրությունը Վենետիկում 1512 թվականից առաջին գրքերի տպագրություն, ուրփաթագիրքը առաջին հայերեն տպագիր գիրք, իսկ վերադառնալով Աբգար Դպիրի անձին, այստեղ պետք է նշել շատ կարևոր հանգամանք։ 1547 թվականին Հայաստանի ազատագրության գաղափարը վերստին դառնում է օրակարգային հարց։ Այս հարցը բարձրացնում է բնականաբար ժամանակաշրջանի ամենայն հայոց կաթողիկոս Ստեփանոս 5-րդ Սալմաստեցին։ Նա Սուրբ Էջմիածնի մար տաճարում հրավիրում է գաղտնի խորհրդակցություն, որտեղ քննարկում է Հայաստանի ազատագրության օրակարգը եւ որոշում են, որ պետք է ինքը գլխավորի պատվիրակություն դեպի Եվրոպա, բարձրացնեն եվրոպական տարբեր մայրաքաղաքներում եւ Հռոմի Պապի մոտ նաեւ Հայաստանի ազատագրության հարցը։ Սկսվում է փորձ ձեռնարկելու մի ամբողջ ցիկլ, որ մեր հոգևոր եւ նաեւ մասամբ աշխարհիկ էլիտաները պետք է ձեռնարկեն Հայաստանի ազատագրության համար։ Այս շրջանում ամբողջ նախաձեռնությունը գտնվում է Ստեփանոս 5-րդ Սալմաստեցու ձեռքում։ Եվ խնդրեմ, նա մեկնում է անձամբ ղեկավարում է պատվիրակության այցը եւ Հռոմի Պապի հետ հանդիպման ժամանակ, երբ ներկայացնում է Հայաստանի ազատագրության նախագիծ, որ պետք է մուսուլմանների տիրապետությունից ազատվեր Հայաստանը, թուրք-պարսկական այդ դժնդակ տիրապետությունից, քայքայիչ պատերազմներից վերջապես ազատվեր Հայաստանը քրիստոնյա եղբայրների, ինչպես ինքն էր պատկերացնում կաթողիկոս այդ քրիստոնյա եղբայրների շնորհիվ, այստեղ Հռոմի Պապը պահանջներ է ներկայացնում։ Ասում է, որ պետք է նա հնազանդության գիր ստորագրի։ Ստեփանոս Սալմաստեցին լավ հասկանալով, որ այստեղ ընթացք է պետք տալ բանակցություններին եւ կարող է այս հանգամանքը խոչընդոտ լինել, նա որոշում է, որ բնականաբար նման հարցը պետք է ազգային եկեղեցական ժողովով քննարկվեր եւ անձնապես նա կարող է հարցին ընթացք տալ ամենևին եկեղեցու դիրքերը չխաթարելով եւ նա որոշում է անձնական պարտավորագիր ստորագրել, այսինքն իր անձը ոչ թե կաթողիկոսական պաշտոնը եւ եկեղեցին դնել վարչական հնազանդության տակ Հռոմի Պապի նկատմամբ։ Այս քայլը բացառապես արվում էր ազատագրական շարժման հետագա ընթացքը չխաթարելու համար։ Նա շատ լավ գիտեր, որ այսպես որևէ կերպ հայ եկեղեցին չէր հայտնվելու կաթոլիկ եկեղեցու կազմում, բայց նաև մենք հասկանում ենք, որ սա որոշակի զիջում է։ Հետագայում տեսնելով, որ որևէ ընթացք չկա այս ամենին, նա որոշում է փոխել մարտավարությունը եւ արդեն նրա աթոռակից կաթողիկոս Միքայել Սեբաստացին 1562 թվականին Սեբաստիայում կազմակերպում է հերթական ժողովը, որտեղ որոշում է արդեն մեկ այլ պատվիրակություն ուղարկել եւ բանակցություններին լեգիտիմություն հաղորդելու համար այստեղ պետք է ներկայանար անձը իբրև արշակունիների կամ արծունիների, այսինքն թագավորական ծագում ունեցող մի ներկայացուցիչ։ Եվ այս բանակցություններով փորձելու են հոգևոր եւ աշխարհիկ իշխանության լեգիտիմություն ցույց տալ եւ հասնել Հայաստանի ազատագրության։ Այստեղ եւս ցավոք բանակցությունները ավարտվում են անհաջողությամբ եւ Աբգար Դպիրը մեկնում է Վենետիկ Հռոմից եւ այստեղ որոշ ժամանակ անցկացնելով հիմնում է տպարան եւ այս տպարանում հրատարակվում են տարբեր գրքեր եւ այս առումով էլ հենց նրա անձն էր հայտնի որպես առաջին տպագրիչ։ Գրքերը տպագրվում էին, տարածվում էին եվրոպական տարբեր հայկական համայնքներով մեկ եւ բնականաբար օրինակներ էին բերվում Հայաստան, մասնավորապես Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ նրա կողմից ծրվում էին տարբեր վանական կենտրոնների։ Սա իր ժամանակաշրջանի համացանցի էֆեկտն ուներ։ Ինչու՞։ Որովհետեւ ձեռագիր մատյան արտագրելը խլում էր տարիներ։ Օրինակ, մեկ Աստվածաշունչ արտագրելը կարող էր 2-ից 2.5 տարի ժամանակ խլել։ Գրիչը մեկ անձնավորություն, մեկ օրինակ հսկայական մատյան արտագրում էր, մեծ ժամանակ էր խլում եւ այդ մագաղաթյա կրիչը, հիշողության կրիչը փաստորեն եւ ծախսատար էր եւ ժամանակատար։ Եվ քանակի առումով էլ խնդիր էր լինում։ Այդքան քանակ ապահովել օրինակ տարբեր կրթօջախներին, հազարավոր կրթօջախներին, որ եկեղեցու հոգատության ներքո էին։ Այժմ տպագրությունը հնարավորություն է տալիս մեծ տպաքանակով միաժամանակ տպել մի քանի հազար օրինակ գիրք, սկզբնապես տպագրությունը եւս տևում էր երկար, օրինակ հայերեն
առաջին Աստվածաշնչի տպագրությունը տևել է մոտավորապես 1 տարի և 7 ամիս 1666 թվականի մարտի 11-ից մինչև 1668 թվականի հոկտեմբերի 13-ը։ 2 տարի 7 ամիս ժամանակ ահռելի ժամանակահատված է, բայց տպաքանակը արդեն ոչ թե մեկ օրինակ է, այլ հարյուրավոր օրինակներ են։ Ժամանակի հետ տեխնոլոգիական առաջընթացը հնարավորություն է տալիս այդ նույն ժամանակահատվածում արդեն հազարավոր, նույնիսկ տասնյակ հազարավոր օրինակներ տպել, կրճատվում նաև տպագրության ժամանակահատվածը։ Այս առումով այդ ժամանակաշրջանի համացանցի ինտերնետի էֆեկտներ ստանում։ Այժմ մենք հիշողությունը, ֆիզիկական հիշողությունը, այսինքն տեքստ, ինֆորմացիա, նկարներ եւ այլն փոխանցում ենք իրար վարկենապես ակնթարթորեն եւ հիշողության կրիչներով, էլեկտրոնային, լինի դա համակարգիչ, լինի հեռախոս եւ դրանց միջոցով ենթադրենք անպային տեխնոլոգիաներ կամ էլեկտրոնային փոստ, սոցցանցեր եւ այլն եւ այլն։ Այս ամենը այն ժամանակաշրջանում արվում էր գրատպության միջոցով։ Եվ խնդրեմ, տրամաբանությունը պահպանվում է եւ տարբեր սփյուռքահայ տարբեր կենտրոններում, տարբեր գաղութահայ կենտրոններում հիմնվում են տպարաններ եւ այս գործընթացը փոխկապակցված էր գաղութահայ կենտրոններում գործող եկեղեցական նվիրապետական պաշտոնեության հետ։ Բնականաբար եկեղեցին հայկական այն շահառու կառույցն էր առաջին, որ ցանկություն ուներ կազմակերպելու այս գործը, որովհետև տպագրված գրքերը առաջին հերթին կիրառվելու էին նրանց դպրոցներում, չէ որ հայ դպրոցը, հայկական դպրությունը գտնվում էր հայ եկեղեցու հոգացության ներքո, որևէ այլ կառույց այդ ժամանակ չկար, որ այդ գործին տեր կանգներ։ Եվ ահա տեսնում ենք, որ նման գործ կազմակերպվում է օրինակ Նոր Ջուղայում։ Սա Մերձավոր Արևելքի տարածքում առաջին տպարանն է։ 1638 թվականին կազմակերպվում է տպարան, ընդ որում այստեղ տեղում առանձին կաղապարներ են պատրաստվում, ինքնուրույնաբար ոչ թե Եվրոպայից բերված, եւ այս գործի գլուխ կանգնած էր նշանավոր հոգեորական Խաչատուր Կեսարացին։ Եվ նաեւ նրա ջանքերով Սուրբ Ամենափրկիչ վանքում Նոր Ջուղայում հիմնվել էր նաեւ բարձրագույն տիպի դպրոց, որտեղ սովորում էին իր ժամանակաշրջանի ամենանշանավոր անձինք, այսինքն հաջորդ սերունդ գործիչները հենց այստեղից դուրս եկած կադրեր էին, որոնք պետք է մեծ դեր ունենան 17-րդ դարի հայկական վերածնության մեջ։ Այստեղ մենք պետք է նշենք, որ առանձին հաղորդմամբ խոսելու ենք մի երևելի անձնավորության մասին, ով Սուրբ Մովսես Տաթևացին է։ Նա առանձին թեմա է լինելու, երբ ներկայացնելու ենք Շահ Աբբասի բռնագաղթից հետո ինչպես է բուն Հայաստանի տարածքում կյանքը վերածնվում հենց այս գործի մեծագույն ջանքերի շնորհիվ։ Բայց մենք խոսենք մեկ այլ անձի մասին, նրա սան Փիլիպպոս Աղբակեցու մեկ այլ սանի Հակոբ Ջուղայեցու կողմից կատարած գործի մասին։ Նրա անձին մենք անդրադառնալու ենք նաև ազատագրական շարժման համատեքստում, բայց այժմ խոսենք նրա կազմակերպած մի կարևոր գործի մասին։ Դեռևս 1660 թվականին Մատթեոս Ծարեցու կողմից Ամստերդամում հիմնվել էր տպարան, եւ այս գործի հետևում կանգնած էր հենց Հակոբ IV Ջուղայեցի կաթողիկոսը։ Կաթողիկոսը մեծ կարևորություն էր տալիս տպագրության գործի կազմակերպմանը։ Նա դա տեսել էր հենց Նոր Ջուղայում եւ ցանկություն ուներ, որ բուն Հայաստանում դա եւս հնարավոր լինի։ Սակայն Հայաստանում այդ գործը հնարավոր չեղավ կազմակերպել եւ նրա կողմից ուղարկված հոգեորականները փաստորեն Ամստերդամում գտնելով եւ նյութապես եւ տեխնիկապես ամենահարմարավետ միջավայրը 1660 թվականին հիմնել էին տպարան։ Շուտով նրա կողմից այս գործի համար կոչվում է մեկ այլ նշանավոր անձնավորություն Ոսկան arczepiskopos Երևանցին, որն իրականում ջուղայեցի էր եւ իր գործունեությունը ծավալել է մեզ համար ամենահայտնի ոլորտը տպագրության ոլորտում, չնայած որ նաեւ նա օրինակ լատիներենի քաջագիտակ էր եւ նաեւ զգալի գործեր է արել թարգմանական բնույթի աշխատանքներում, բայց մեզ առավել հայտնի իբրև տպագրիչ, ով առաջին անգամ կազմակերպել է հայերեն Աստվածաշնչի տպագրությունը։ Գործի հետևում կանգնած է Հակոբ IV Ջուղայեցի կաթողիկոսը։ Անձնավորություն, ով փաստորեն անցել էր Ջուղայի դպրոցով եւ նաեւ գիտեր խոջայական կապիտալի, այսինքն
նոր ջուղայի հայ առևտրականների ունեցած նյութական հնարավորությունների մասին եւ մտածում էր, որ պետք է իշա համազգային նպատակների օգտագործել այն նյութական ահռելի կապիտալ, այն միջոցները, որ ունեն ջուղայի առևտրականները։ Եվ այդ նպատակներից մեկը պետք է լիներ հայկական տպագրության կազմակերպմանը իշահ ծառայեցնել այդ միջոցները։ Եվ խնդրեմ, մենք տեսնում ենք, որ սկզբից Ոսկան Երևանցին մեկնում է Լիվորնո, այնուհետև Հռոմ, փորձում է Հռոմի պապի համաձայնությունը ստանալ եւ կաթոլիկ եկեղեցու համաձայնությունը, որ հնարավոր է հայկական աստվածաշնչի տպագրություն ունենալ առանց նրանց որոշակի հակադրության, որովհետև մենք համարում էինք այլադավան քրիստոնյաներ նրանց կողմից եւ այնուհետև տեսնելով, որ հանդիպում է լուրջ դժվարություններ, այսինքն մեր եկեղեցին խուսափում էր հակադրությունից կաթոլիկ Եվրոպայի հետ։ Հակառակը փորձում էր երկխոսություն ապահովել եւ նորարարություններ օգտագործել հայկական միջավայրի համար։ Եվ ի վերջո նա մեկնում է Ամստերդամ, ստանձնում տնօրինությունը այն տպարանի, որ հիմնվել էր փաստորեն դեռևս 1660 թվականին եւ այստեղ էլ 1666-ից 68 թվականներին տպագրվում է հայերեն առաջին աստվածաշունչը։ Այստեղ նա օգտագործել է թե տեղական տեխնոլոգիաները եւ թե նաեւ այն ժամանակ տպագիր նկարչության հարցում օրինակ գերմանական դպրոցի նվաճումները, որոնք որ օգտագործում էին վերածննդի դարաշրջանի հյուսիսիտալական նկարիչների պատկերները, ստացած նկարները, այժմ դրանք տպագրական տեխնիկայի միջոցով փոխանցում էին թղթին եւ ստացվում է, որ ֆանտաստիկ գործ է արվում, ստացվում է հայկական աստվածաշունչ տպագիր տեսքով եւ Ոսկան Երևանցին շարունակում է իր տպագրական գործը այստեղ ծավալել, օրինակ այս նույն տպարանում լույս է տեսնում Առաքել Դավրիժեցու նշանավոր ստեղծագործությունը Գիրք պատմությանց երկը 1669 թվական, երբ դեռ ողջ է պատմիչը։ Այս շրջանը ընդհանուր առմամբ ստացվում է, որ հայկական մշակույթի վերելքի ժամանակաշրջան է, որն ուղեկցում է մոդեռնիզացիայով։ Այս մոդեռնիզացիան արվում է տպագրության միջոցով։ Սրա հանրագումարը պետք է լինի 1771 թվականին Հայաստանի տարածքում առաջին տպարանի հիմնումը Սիմեոն առաջին Երևանցի կաթողիկոսի կողմից։ Եվ այդ տպարանը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվելով գործում է մինչև օրս։ Իհարկե, այն հետագայում ենթարկվել է վերաշինությունների, ավելացվել է երկրորդ հարկ, բայց ընդհանուր առմամբ ստացվում է, որ սա անընդհատ գործող հնագույն տպարանն է Հայաստանի տարածքում։ Մեր այսօրվա հաղորդումը կցանկանայի ավարտել նշանավոր գրականագետ Մանուկ Աբեղյանի կողմից 17-րդ դարի այս գործընթացներին տրված մի բնորոշմամբ, որն առնչվում է օրինակ նույն Առաքել Դավրիժեցուն։ Նա նշում է, որ Սիմեոն Ջուղայցիով եւ Առաքել Դավրիժեցիով սկսում է ու վերջանում է Արսեն Բագրատունիով մի ժամանակաշրջան, որը նա համարում է գրափարի նոր վերելքի շրջան եւ այստեղ նաեւ աշխարհաբարի տարբեր հանգամանքներ են հաշվի առնվում, այսինքն գրափարը կարծեք հանրայնացվի, ավելի մոդեռնիզացվի, նույն տպագրության, տպագիր գրքերի միջոցով մարդկանց ավելի հասանելի դարձնի։ Եվ նա ասում է, որ մեր նոր գրականությունը սկսվում է 17-րդ դարում, եւ այս վերջին 3 դարերը շարունակությունն են միմյանց։ 17-րդ դարն է միայն, որ շարունակող չէ նախորդին, այլ միայն վերածնող։ Սա նա ասել է 1908 թվականին, գրել է Արարատ ամսագրում, բայց վերանայել է տարիներ անց իր մոտեցումները խորհրդային շրջանում 1941 թվականին, հրատարակելով նոր արդեն տեղեկագրում Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի հետևյալ ձևակերպման, որ այս շրջանը եկեղեցական գրականության վերածնության շրջան է։ Սա հստորեն հայկական վերածնության մոտեցում է ըստ նրա։ Նոր կրոնական շարժման հետևանքով 14-ից 16-րդ դարի անկումից հետո նոր գրափար եւ աշխարհիկ գրականություններ են ի հայտ գալիս։ Սա մոտեցում է, մենք իհարկե գիտենք, մենք գրականագետ չենք եւ չենք ուզում գրականագիտական տեսանկյունից հարցին նայենք, գիտենք, որ գրականագետները պարբերացումը հայ գրականության պատմության փոքր-ինչ այլ կերպ են այժմ դիտարկում, բայց ինչու այս խոսքերն ընթերցեցինք, որպեսզի տեսնենք, թե ինչպես է արդեն տասնամյակներ, հարյուրամյակներ անց
Նշանավոր գրականագետը գնահատում է 17-րդ դարի մոդեռնիզացիոն այդ շրջանը, տպագրության միջոցով արված այդ շրջանը, որի երևելիները փաստորեն ապահովել են հայկական մտավոր գաղափարների վերածնության նոր ցիկլ։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ Պատմության խորհուրդ հաղորդաշարի եթերում։